Երեք հատ պայման ասեմ, ինչի համար վիժվածքը մեր եկեղեցին պիտի քանդի։ Առաջինը բիզնեսի վրա, ու երեքն չեն թաքցնում, առաջինը բիզնեսի վրա է հիմնված, կյանքի խոսք ու տենց աղանդի հետ կապված, ոչ մեկի գաղտնիք չի, չէ, որ մեր առողջապահության նախարարը կյանքի խոսքի հովիվներից մեկ, մեր լեզվով ասած դե հովիվ չոբան մեկը, էլի չոբաններից մեկի կնիկն է, հազվագյուտ աննասունա, ոչի բանի պիտանի չի, բուտաֆորիա է, բայց իրան պահում են, որտեվ կյանքի խոսքի նախիրը, հոտը ու նախիրը մեր լեզվով նույնն է, չէ, նախիրը առանց քննարկելու վազելով 4 հոտ գցելով գնում Նիկոլա ընտրում, հսկայական բազմություն են, չէ, մեր եկեղեցու քանդվելը իրանց խոստացել է այս վիժվածքի, ինչի համար, որտեվ սրանք ոչ մեկի գաղտնիք չի, ինչ ասում, սովորական բան է ու Պրոստը դրա մասին ոչ մեկ չի բարձրաձայնում, հատվածային սա ասում են, 10-րդ են մուծում սրանք, չէ, հսկայական թվեր, Ռուսաստան, որ փագեցին այս բաները, աղանդները, երկիրը քանդող, սրանք ոնց որ խնձորի մեջի մտած որդնում են, ուտում են, փչացնում են, նեխստում են սա, այդ աղանդը, որ փագեցին Ռուսաստանում, դրա մասին հաղորդում կա, YouTube-ում կարաք նայեք, ամսական ահռելի թիվեր, չեմ հիշում, 4 միլիարդ էր, թե 10 միլիարդ դոլար դուրս էր այդում երկրից այս 10-րդներով այդ մեր Ամերիկա։ Ամսական 4 թե 10 միլիարդ, լավ չեմ հիշում, կարաք նայեք, կաղես ավելի փոքր եմ ասում, բայց այնց մեծ թիվ էր, որ հետ տվեցի նորից այդ թիվը լսեցի։ Հսկայական բան, պատկերացրեք ինչ բիզնես դնեն Ռուսաստանում, որ ամիսը 4 միլիարդ եկամուտ ունենան մաքուր, ոչ բան չեն ծախսում, ինչ որ մի աննասուրների նախի անդամների ուղեղ են լվում, այդքան բան։ Հսկայական շատ ուժեղ օգուտ է։ Դա պատկերացրեք, որ մեր եկեղեցին չլինի ու ըլնի կյանքի խոսքի աղանդի նախիրը։ Համ փող են տալու, համ 4 ոտ գցելով վազելու են Նիկոլեն ընտրելու։ Դրա համար մեր եկեղեցին պիտի քանդվի, մենք մեր ինքնությունից պիտի վերանանք, ալամ աշխարհում ուր դե հայը բան ենք, չէ, մենք սա սփյուռք ավելի մեծ է, քան Հայաստանը, ուր գնացել է հայը, ջեբը դժվար է եղել շատ, ջեբը կոպեկ չկա, լեզու չգիտի, ապրելակերպը չգիտի, տեղի դրվածները ինչը որ դե դրած չգիտի ոնց ապրի իր հացը վաստակի, բայց հենց ջեբը կոպեկը հայտնվե, եկեղեցի է սարքե։ Ինք իր երկրից կդրված է եղել, բայց իր եսից չուզեցեք կտրվի։ Եկեղեցին մեր հայ ըլնելով ողնաշարն է, չէ, ոչ մեկն է գաղտնիք չի։ Դրա համար երկրորդ պատճառ ինչ համար էս վիժվածքը մեր եկեղեցին քանդի, դա թուրքերի պահանջն է։ Իրանք թուրքերը չեն թաքցնում, որ մեր եկեղեցին չնի, որ հայ չեն։ Մենք գենետիկ թշնամի ենք, ինչքան էլ մի աննասուն ղախպի ծնուններ կան, որ ձեր ուղեղը լվում են, ասում են, որ Թուրքիա մեկա բարեկամություն ունենք, այդ հանգանք սահման բացենք, ես երազում եմ, որ այդ սահմանը երբեք չբացվի, մեր տնտեսությանը շատ ավելի մեծ վնաս կլինի, դա քան օգուտ կլինի, ու Թուրքիա հետ երբեք չենք կարա մենք բարեկամ լինել, այդ ինչքան շունն ու կատուն իր այդ բարեկամ կլինեն, այնքան են մենք ու շակալներ, իրանք շակալի պես կենթանի են, իմ այս վիժվածքին վիգտնյա երրորդ պայմանը ինչի համար է պետք, որ մեր եկեղեցին քանդվի, թուրքերը հետ ինքը այդ բանով նույն բանով են էտում, եթե Հայաստանը կա Նիկոլը չի ապրի, եթե Նիկոլը ապրի, Հայաստանը չի ապրի, այդ երկուսը իրար հետ հակառակ համատական են, չի կարա Հայաստանն ունի Նիկոլը չի կարա Հայաստանի դեպքում ապրի, Նիկոլը այնքան քաքերակ էր, ամենաշատ ինքը գիտի, լյուբոյ Նիկոլ ընտրող աննասուն գիտի, այն ամենավերջին Նիկոլապաշտ աննասունը, որ ես չեմ բանանում իրանց քֆուր տալուց կամ վիրավորելու չեմ նեղում, որտեղ իրանք դրան են արժանի, այդ է իրականում, լյուբոյը գիտի, որ Նիկոլը հենց աթոռը տակից տարան մի վարկյան չի ապրելու, լյուբոյ աննասուն գիտի, բայց չեն ասում ինչ քաքերակեր է, խիա այդ աստիճանի հանցագործը մեր աթոռին նստած, սա գիտեմ, որ ինքը վերին այն աստիճանի հանցագործը, որ մի օր չի ապրի, բայց գնում են ընտրում են, բայց դրանց քֆուր չի հասնում է, Նիկոլի այդ 3 պատճառները շատ լուրջ են, այն առաջինը կարա քցի պրինցիպ, այդ հավատացյալները փողով է, դրանց տերերին կարա փողը տա, քցի,
Բայց այն երկու պայմանը իր համար այնքան կարևոր են, նախին ադրբեջանցիներին չի կարակցի, թուրքերին չի կարակցի, իրանցով ապրում, իրանց գործականալ, պատկերացրեք Ալիևը, որ ասի լիֆտում ինչ են խոսացե, կամ այն ղախպի տղու են Արայիկ, ինչան էր Ղարաբաղի առաջվա պրեզիդենտ Արցախի, որ ընդեղ նստած է, ես ուրախ եմ, իրան քիչ է էտի, պրոստո պտի մեր երկրում, հիմի սրանց օրոք չեր նստի իհարկե, դրա համար, թող ընդեղ մնա մինչև այս վիժվաստերը բանանն էդ գաստեղ ընտանիքի մահապատիժ ենթարկվի։ Սովետի վաղտը տենց էր Դավաճանին, Ստալինի վաղտ, ընտանիոք հանդերձ էին սատկացնում, որ այն մյուսներին դաս ըլնի։ Հիմի դրանք որ խոսեն, ինչ վիճակում կհայտնվի Նիկոլը, չնայած էլի անասունները ոնց էին ասում, հացլնի 1000 դրամ, թող իմ երեխեն սատկի, բայց ես Նիկոլին ունենամ, չնայած դրանք կարծում են, որ փողով բերած նախիր են, բայց դա տենց հիմարներ էլ կան, որ հմեկի տակ են մնացած, ես որտեղ տելևիզոր անգնում, որ ասում են առաջին արի Նասրոյի Կարաբան չեն կարում բան, ես առաջինը պայմանա, որ հմեկը պիտի ջնջեմ այդ բանից։ Իմ տուն մտած սաղ տելևիզորների մեջից առաջինը հմեկը ջնջվել է, հմեք չի կարելի նայել, այդ հիմար բան է, պրոպագանդիստա, ինչ ոնց որ civic կամ ընդ perspective-ին է, նույն կակն են էլի։ Առաջինը ես էդ եմ անում։ Հիմի Նիկոլի վիզ դրածը այնա պիտի մեր կամ ինքը պիտի ապրի կամ Հայաստանը։ Ինքը պիտի Հայաստանը վերացնի, որ կարողանա ապրի, հակառակ դեպքում ինքը չի ապրելու։ Դրա համար շատ կարևոր պայմանն է, որ իմ կաթողիկոսի կերպարի մասին չի, մեր եկեղեցու մասին է։ Նեղվախտ, լենվախտ, ինչ անում Աստծո անուն ենք տալի, մի պիտի կանգնենք Աստծո կողը։ Մի շատ կարևոր պայման է, որ այդ դատերի վաղտ լիքը մարդ լինի այնտեղ։ Այսօրվանը այդքան շատ չէր, այդքան չէր ինչքան պիտի լիներ, բայց դե միշտ լիքով ոնց որ Աստվածավախով Աստծուն առաջնորդ է իրան ընդունում, պիտի եկեղեցու մոտ լինի, ուրիշ տարբերակ չկա, այս վիժվածքը մեր եկեղեցին քանդելու է հակառակ դեպքում։ Իսկ սրա դեմը առնելու, այս փողոցով եկած փողոցայինի դեմը առնելու միակ ձևը փողոցային զանգվածն է, այս վիժվածքը որ տենա անն ամեն անգամ, անընդհատ ամեն դատին եկեղեցի այդ դատարանի դեմը ավելի շատ անում են, ինքը ամեն ինչ կանի, որ այդ դատը չնի, որովհետև կարա հասնի քրիտիկական զանգվածին, ու որ ժողովրդի իշխան Սաղաթելյանն ու Գեղամներին չթողի մոտիկ էթան, կարող է էթան հրապարակ այդ շենքերը գրավելով ասեն արիստեղ ղախպի տղա, փողոցով եկած փողոցային ամենաշատը փողոցից է վախում, ինքը գիտի իր միակ էթալու ձևը փողոցն է, հետևաբար ամեն ինչ կանի, որ փողոցում շատ մարդ չհայտնվի, եթե 400,000 հոգի ընդդիմություն անդրե, 100,000 հոգի մարդ հավաքվի փողոցում, ոչ մեկի դուխը, ոչ մենթի դուխը չերիքի դուբինկա բարձրացնի, որտեվ մի 100 հոգի կարգին տղեկ կհելնենք, սարքեն լամաջո ասֆալտի վրա իրան, ոչ է դուխը կհերիքի մի հատ գմփիկ ծեր ժողովրդի մեջ, մաման կտան ձեռը ընտանիքին էլ հետը, մի 100 հոգի դուս կգա, այդ 100,000, 200,000 ժողովրդի մեջից, 100,000 հոգի մարդն իշխանապողությունը նախ դննող է, շենքերը գրավելով, ինքը էթալիա բունկեր, վերջում հետ կետանք բունկերից իրան կանենք, ինչա բունկեր, ձեզ թվում է, որ 100,000 հոգի մարդ հավաքվեց, խոսքի իրա պահկված բունկերի մոտ, ինչ-որ մեկը դեմը կայնելու է ժողորդի, աշոտիկն էլ չի կայնելու, ոչ մեկ չի կայնելու ժողորդի դեմը, դրա համար ինք ամենաշատը փողոցից է վախենում, առաջնայինը այնա, որ պիտի ժողորդը հավաքվի դատարանի դեմը, որ ինք այս վիժվածքը հասկանա, որ կարա հասցի նրան, որ քրիտիկական զանգվածը հավաքվի։ Ամեն ինչից Աստծո անուն ենք տալի, կաթողիկոսի կերպարը կապ չունի, թե մեր եկեղեցին է, պետք է հավաքվենք, պետք է կանգնենք կողը, պետք է այս վիժվածքը հասկանա, որ սենց շարունակեց, սաղ աշխարհով խայտարակ ենք կլնում։ Աշխարհում երբեք ոչ մի տեղ չեղե, որ կաթողիկոս դատեն։ Կարող է սպանել են սովետի օրոք, բայց չեն դատել։ Այս սենց խայտարակություն սաղ աշխարհով չկա։ Մի հատ գիշ բռնելա սաղիս բան անում,
ասում եմ գժերը իրանց կաշվից ամենաշատը իրանց Նիկոլի համար 1-ը իր կաշին է Լյուբոյ գիշ ամենաշատը իր կաշվից է բանանում մի հատ ատամ ցույց տվեցիր Լյուբոյ հոկեբան գժանոցի աշխատողներից հարցրեք Լյուբոյ այտենց հենց կամախ չի լե որ գժանոցի գժի պատճառով ինչ որ մի հատ գժի պատճառով գժանոցը փակվի մենակ մեր Հայաստանն է փակվում ինչ որ մի հատ գժի պատճառով ատամ չենք ուզում ցույց տան գնդիմության վրա հույս պետք չի դնել իշխան Միշխան Սերժիկի թայֆեք բան դրանք սա չեն ուզի դրանք էլ որ հանգարց Նիկոլը չլինի բարձ կլինի չէ որ ոնց է եկել Նիկոլի իշխանության դրանք չեն ուզի որ բանն այսօր բարձվավ բանը լուրերից տեսա որ Գառնիկը Տաուսի դեպուտատ էր դաշնակներից ազգանը չեմ հիշում կարգի տղա էր էլի վիզդնով թասիբով բանման պատգամավոր չի, բայց աղվանը պատգամավոր է, իշխանը գեղամը պատգամավոր են, Գառնիկը պատգամավոր չի, աղվանն էլ ասում է, ես աղվան, դու ինչ չերեք, ասում են կվուր մի ժողորդ կվուր չեմ տալ, ինչ ասում եմ գրականության մեջ գրած, սա աղվանին կվուր չտվեցի, բայց իրան կվուր է հասնում, ինք իր անտրողին քրֆելա պրինցիպի ինչ որտեղ կարող է ճիշտ էլ արել, որ իրան են զեն տվել, ոնց կարելի է աղվան ընտրել, բայց մարդը իրան չգիտեմ ինչով է երևական որ հա ես թոշակ չեմ գողցե ուրեմն ես չեմ ինքը աղվանն է որ թոշակ է դու ով ես արա որ ես աղվանն եմ դու իմի ասել է ինչ տես պրոստը չեմ ուզում ասեմ բայց իմացի որ կարամ ասեմ էլի Կարոջը ժողովուրդ ջան պիտի մեր եկեղեցուն մենակ ով Աստվածա վախապ դի մեր եկեղեցու ով թասիբով ով հայապ դի մեր եկեղեցուն մենակ չթողեն դի հավաքվի եկեղեցու դատարանի դեմ այնքան մարդ որ այս վիժվածքը հասկանա որ մոտենում է քրիտիկական զանգվածին ու այդ վաղ կհայտնում են իշխանները բայց իշխանները ինչ է եկել նորից բերանս դրա տեղ չդնենք հանգարց դի պասլա տարվի գնացվի ու այդ շենքերը հերթով պատկերացրեք որ այդացվի հրապարակ կառավարության շենքն ու հետևին 7 նախարարության շենքը բլոկ է արվում ու էլ եմ ասում որ քրիտիկական զանգված հավաքվեց ավելի լավ է չհավաքվի կամ հավաքվեց դի քրիտիկական հավաքվի ոչ մի մենթի դուխ չի հերիքի կանգնի ժողովրդի դեմը ոչ մի մենթի դուխ չի հերիքի ու պրիտոմ չի բացատրում որ իրանց հարազատներից էլ մեջ չնեն ովդև էլ եմ ասում ինձ լիքը բռնել են այդ մենթերը ու լիքը եղելա որ բաց են թողը ճամփի կեսից բաց են թողը ասել են քու ցավը տանեմ մի բան արեք ես վիժվածքից բռնենք մի բան արեք ես ոչ տուն ունենք ոչ երեխային կարում տենանք դավա դիտենք եղել մի բան արեք ես վիժվածքից բռնենք նույնն է քնչական ձենները քննիչները գցել են գլուխները ասում են ես քու ցավը տանեմ ասում շուխուր մի արա կլսեն կհանեն գործից ձերպես տղերք են պետք մեզ իմի քննիչներից կլսեն կհիշեն որ ես ճիշտ եմ ասում Դավադիտ են եղել, հավատացեք ժողովուրդ, դավադիտ են եղել, այս վիժվածք, այս ծաղրացու գժի ձեռը